բայց մարդկա ծխում է օրինակ։ Իրան սազում է, ճիշտ է։ Իսկ մարդկա չի սազում։ Ծխելու էթիկա էլ կա, էլի։ Օրինակ Ղարախանյան Արամի ինքը շատ ինտելիգենտնի տղա է։ Ես սիրում եմ գիտես շատ։ Արամին Ղարախանյան։ Ինքը շատ կարգին դերասան է։ Շատ, ես իսկականից իմ բայց իրան չի սազում ծխելը, բրատ, նու այդ մի քիչ։ Իր հետ է դեմքին տենց մեկ էլ sense լրիվ ուրիշ բանից խոսում է, բայց կապնում է, հա, կարա, հա։ Նա ես հիմա մեծ չէ էլի որ տենց մոլի ծխող եմ կամ ինչ որ բան եմ որ ես ինչ որ գնահատականներ տամ շատ դեպքերում ծխող եմ բայց կարող է ինձ էլ չի սազում ուղղակի ինձ ոչ մեկ դրա մասին չի ասել բայց ասա ինքը տենց մեկ-մեկ տենց լավ գործիք է տենց գործիք է ընդհանուր տենց դիալոգին օգնում է որ բացվի լավ աշխատանքային գործիք է հատկապես շփվելուց մեկ-մեկ ունեն ուր ես նենց տեղ ես հասնում որ տենց ուզում ես ոգևորված մեզ մոտ օրինակ խնձորներ է դրված ես երբեք չեմ պատկերացնում որ կարամ հենց հիմա օրինակ խոսում ենք չէ դանակը վերցնեմ խնձորը կտրեմ մաքրեմ քեզ հյուրասիրեմ բան էլի էդի մի քիչ իսկ вообще ուրիշ տեղ կտանեմ մենք պիտի վերցնենք խրթսնենք սենց մի հատ բան կար այդ իդեան ստեղ ուզում էի անեի ստացի ձեր այդ կիսվամ առաջ անգամ այդ ամերիկայում կա կոչվում է actor on actor այսինքն երկու հատ հայտնի դերասան շատ անգամ տարբեր պակալենյաններից, բայց երկուսն է հայտնի։ Ու իրար հետ են մենակ խոսում։ Երրորդ ինտերվյու անող չկա։ Որ ասում դառնակ ոնց էս պատրաստվում է, էս դերին, էս կինոն ասում, այս սյոմկեքի ժամանակ էս ռեժիսորը ասում է, այս ռեժիսորը աշխատել է, բանը տենց իրանց զրույցն է, էլի, ոնց որ առանց իրանց հարց տալու լիքը բան ես իմանում։ Ես դե պատկերացնում եմ, եթե Հայաստանում նման բան անես, ինչ կլինի։ Որ երկու հատ տարբեր սերունդների ներկայացուցիչ, ասենք դերասանները իրար հետ սկսեն ինչ ու երկուսով նստածում են։ Հա։ Բայց այդ կաշխատի։ Ինձ թվում է չէ։ Գիտես, հետաքրքիր կլինի, բայց չի աշխատի։ Երրորդի ներկայությունը պարտադիր է դառնալու այդտեղ, որովհետև կարող է լուրջ տես նայեն, լուրջ լռեն։ Հենց բան է։ Հա, հետաքրքիր։ Այդ ճաշակների բախում կարա լինի կոնկրետ։ Չնայած եթե օրինակ կյանքում իրանք շփվում են, հաստատ իրանք զրույցի ինչ որ թեմա կգտնեն էլի իրար հետ, եթե կյանքում իհարկե շփվում են, ինչ որ ընդհանուր բաներ կարող են ունենալ։ Կամ էլ ինչ որ բան կա, իրար հանդեպ տենց սիմպաթիա կամ իրար ֆանատ իր տեղը խաղալու է էլի հաստատ։ Քանի վիպուսկ կլինի ստե որ տենց բան լինի։ Կարելի է, բայց փորձել մի հատ։ Ոսկի ում կարելի է, բայց առաջինը։ Ում դնել երկու հոգի իրար հետ, հա։ Առաջինը, հա։ Որ հետաքրքիր լինի հաստատ։ Օրինակ մամբային ու բանին։ Դավիթի Մի հատ ասեք ինձ, ասում քո ասացի պես էլի որ շատ հայտնի ինչ որ միձինի դեմքերով բանով։ Ես ասում Ալենի հետ ոնց եմ ծանոթացել։ Նո։ Ես ու Միշոն մի հատ երգ ենք արել իրար հետ, այս վերջերս, որը լիքը արժանացավ քննադատման, հա։ Մինչև հիմա էլ Մինչև հիմա էլ, հա։ Այդ միակ երգն է իմ կարիերայի մեջ, որ ինչ-որ բան է խոսացել, բայց էլի սխալ են հասկացել, հետո կասեմ կլսես այդ երգը։ Ու կլիպն էր շատ յուրահատուկ, դե Միշոն հիմա երկրում չի, մենք տենց հեռավորության վրա ենք ասում, ասենց բանի մասին եմ մտածել, ուղարկում եմ երաժշտությունը, ինքն է գրում, ես եմ գրում, ու ինքը ասեց, «Վсё, կլիպը բանը ես կանեմ, դու գործ չունես»։ Ասա, «Okay»։ Ու դուրս եկալի շատ ունիկալի, շատ յուրահատուկ, որ իսկականից տենց կոնցեպտով կլիպ չի եղել։ Ասում ես ով է մտա ով է արել էլի ես ով է իրականացրել հա ասեց Ալենը ճանաչում ես աս չէ ով այդ կլիպը նայելուց հետո ասեցի բա ապա պիտի ճանաչեմ հա տենց կարծեմ գրվեցինք երկու անգամ խոսացինք ասեցի մի հատ ուրիշ երգ ունեմ կուզենամ քո հետ աշխատեմ եկավ հանդիպեցինք ու այդ ընթացքում մի հատ ֆիլմ կա որ ասան դուրս կգա մի քանի օրից հա այդ սյոմքեքը նոր էր սկսում այդ ֆիլմ։ Երկար չպատմեմ, նենց եղավ, որ մի քանի սյոմքա հետո Ալենը միացավ այդ պրոյեկտին, որպես բեմադրող ռեժիսոր, որտեղից արդեն սենց բայց ուժեղ գիտես նա որ այն ինչ որ ուզում ենք ես ու Նարեկը անեինք, Միշոյի գործից չեն կարել։ Հələ չեն կարել, բայց շատ ուժեղ է նա որ ոնց որ Նարեկը տեսավ այդ գործը, բայց ինքը աբսոլյուտն ուրիշ աշխարհ էր տեսնում, լրիվ ուրիշ գործեր ուզում ու այդ գործը շատ տենց hardcore գործ է, էլի բրուտալ գործ է, բայց Նարեկը սենց առաջարկեց մի հատ գործ անենք, որը աբսոլյուտնը կապ չուներ, ինքը սենց լրիվ ռոմանտիկա էր, լրիվ մելոդրամա էր սենց։ Այդ էլ էր շատ հետաքրքիր, ոնց ինքը այդ գործը տեսնելուց հետո լրիվ հակառակ բան ուզեց։ Բայց այդ պիտի անենք։ Հա, որ նույնը չլինի, էլի։ Բայց այդ սյոմքեքի ժամանակ հիմա իրար այնքան ավելի
ճանաչեցին նախ որպես մարդ, հետո ճաշակների, ֆիլմերի մասին երևի շատերը արդեն գիտեն, որ իմ երաժշտությունն ու կինոների սերը զուգահեռ միշտ եղել է, կամ այն պետք է լեր կամ այն եղավ երաժշտություն։ Հիմա մեկտեղ էլ ստացվեց, բայց որ մեկ այո, լինում է համ ֆիլմում խաղում, համ այդ ֆիլմի երաժշտությունն եմ անում, այդ դա է, այդ վախտս բերել, էլի համատեղվել է։ Բայց շատ փոքր վաղտվանից ուրիշ ձև եմ ուսումնասիրել։ Ոնց է վերաբերում ընդհանրապես, որ ինչ որ ստեղծագործությունդ քննադատություն կա։ Այս առաջի անգամ։ Առաջի անգամ էր։ Այս առաջի անգամ էր, որտեվ ոնց վերաբերում։ Մենք միշտ բան ենք եղել, շատ զգուշ, շատ սխալ բառ է, չեմ ասի, բայց պրովոկատիվ մեր рэպը տենց այդ պրովոկատիվ տենց ինչ փողոցային գանգստեր рэպ չի եղել։ Ես միշտ գլուխ եմ գովացել, որ նենց մարդիկ եմ բերել մեր ժանր, որ կյանքում չէին մտածի, որ հիփ-հոփ կլսեն։ Рэպ կլսեն, էլի։ Դրանով օքեյ, բայց այս հա մի քիչ բան եղա, ասես չգիտեի ինչ ռեակցիա տայի, որ կարդում էի կոմենտները, չգիտեի որ հետ պատասխանեմ, թե ինձ բան պահեմ, հետո Միշայի հետ խոսացի, հետո ասեց, հա, բայց ինքը չհասկացված ուղղակի կլիպ ա, որ դաժե գրում ա կլիպի սկզբից ինչ որ ինֆորմացիա վերջում ա գրում։ Միշը տեսավ էլի, որ հանկարծ ճիշտ հասկանան, որտեղ մեր նպատակը լրիվ ուրիշն է եղել։ Ուրիշ ձև ալիք մարդու կողմից հասկացվել, բայց մենք աբսոլյուտն լրիվ ուրիշ նպատակ ենք ունեցել, ու տենց միշը գրեց այդ դեմից, որ մի հատ էլ տենց հուշում, որ ժողովուրդ ինքը դրագերի մասին է։ Բայց անտի-պրոպագանդա է։ Հա, որը սպանում է։ Այսինքն մեր մոտ գլխավոր հերոսը վերջում մահանում է։ Դրանով մենք ոնց որ փորձում ենք հասկացնել, որ չի կարելի, այդ վատ աշխարհ է։ Բայց այդ չեն նայում, այդ նայում են, որ այդ գիտես որ պատմությունը հիշացրեց, ֆրանսիական այն երգը կա է, կոկայինը, այդ նույն այդ պատմությունն է։ Այդ ուրիշ բանի մասին է։ Հա, գիտես ինչ էին արել, իրանք էդի պետական փողերով են նկարահանվել եւ երգներ գրվել, то есть դրա համար պետական ինստիտուտներն են հովանավորել, որ այդ երգը գրվել է, տեսահոլովակը նկարահանվել եւ տեքստն են դենենցա, որ տիպը կոկայինը այնքան վատ բան է, որ ես մնացի առանց ընտանիք եւ այլն եւ այլն։ Ինքը սոցիալական գովազդ էր։ Բայց հենց երգը դուրս եկավ, կոկանովների բանն է դարել։ Բոլոր ակումբներում դրա տակ էին ապարում բոլորը, այսինքն հակառակ։ Է նորմալ է, արվեստում ինձ թվում է միանշանակ ոչինչ չկա, էլի։ Հա։ Նայած մարդու վրա ոնց կազդի, էլի ինքը, ու դա նորմալ է։ Չէ, ինձ ուղղակի հետաքրքրում էր դու քննադատությանը ոնց ես էլի վերաբերվում։ Հա, հələ արդեն նորմալ։ Արդեն նորմալ։ Բայց սկզբից օտար է։ Ինչ որ միտեղ որ հասնում ես, արդեն ոչ թե մեկը, այլ կողքից որպես երրորդ մարդ ես նայում, բայց այդ ճանապարհին ամեն անգամ եկած մոչ այս լավ չէր կամ այս բան չէր, տեսակ լավ չես, բայց որ հասնում ես միտեղ, արդեն օքեյ։ Հիմա այդ միտեղն է որ հասնում եմ։ Իսկ դերասանական դերասանության ոլորտում բանա հələ նոր եմ, ինձ փորձում եմ, այդտեղ այ կարող է ինքս ինձ քննադատեմ, որ պրոդուկտը վերջում նայեմ։ Չնայած չեմ նայել ես իմ շատ կադրեր նկարել։ Հա, չես նայել, բայց քեզ եմ վստահ է, ասել ես հա շատ լավ է սեղանցանք։ Չէ, այդ կարևոր բան է ընդհանրապես, որ դու պլաշատկա լինի, թատրոն լինի, որտեղ ուզում ա լինի դերասանական արվեստի մասին էլի, որտեղ լավագույն քո այդ պահին քննադատն ասեմ, քո ընկերն ասեմ, դա ռեժիսորն է։ Ինքը հաստատ իրեն պետք է վստահես։ Մի բան վատ լինի, ինքը չի ասի լավ է։ Զուտ չվիրավորելու համար կամ չնեղացնելու համար չէ, որովհետև վերջին հաշվով իր պրոդուկտն է եւ ինքը պատասխանատու է այդ ամեն ինչի համար եւ եթե վատ լիներ, կասեր վատ է, էլի։ Հենց որ եթե ասել է լավ է, ուրեմն աչքերս փակ վստահել եմ։ Կայֆի գիտեք որն է, որ երբ որ դու քո գլխավոր դերասանի հետ, քո հիմնական դերասանի հետ նույն կինո ճաշակ ունես, շատ է օգնում նաև process-ին, այսինքն մենք նարեկ այդ գործ էինք անում, Ստեղեսյան ասում էին նա այստեղ Գարի Օլդմանը, всё։ Այս Գարի Օլդմանն է, ինքը всё։ Մի դուբլ, մի անգամից։ Ու տենց մենք կինո, նույն կինոն ենք սիրում կապել, էլի հիմնականում, էլի, ու այդ շատ էր մեզ օգնում, որ ասում ես այս կադրը ու բացատրումը, դու շատ լավ արդեն պատկերացնում ես, էլի կարճ չնայես էլ։ Ընդ տեսարանը դաժե, ասում ես տեսանը Breaking Bad-յան վիճակն է, ասում ես всё լավ, ես արդեն, հա, всё, արդեն բարձ արդեն, ու միանգամից տենց ինքը այդ vibe-ի մեջ մտնում էր։ Բայց այդ չի նշանակում, որ այդ կոպի արած
Չէ, հասկացա, կամ ես եմ այդ բանի մեջ շատ հետաքրքիր եմ, քեզ երևի ասել եմ, ես այդ շատ եմ տարված եղել դերասանի արվեստով, իմ հոբի է, էլի, հետո ուսումնասիրել եմ անverջ ամեն ինչ, բայց ֆիլմերում քիչ եմ եղել։ Ու ինձ թվում էր մի օր որ այդ դերը, որ ինձ գա այդ գլխավոր դերը, որ մտնելու եմ մեջը մի ամիս առաջ, այդ կերպարը ուսումնասիրելու եմ, որ 10 տարբեր ձև տեքստս կարդալու եմ, հայլու մեջ ես ինչ որ տունը տենց եմ ալնելու, ման այդ ֆանտազիաների մեջ էի, բայց եկավ օրը ու բարձրապես լրիվ դրա հակառակն եմ, երկու դերասանական, չէ՞ որ կա որ պատրաստվում ամիսներով, կա որ պրոստը գալիս է գործի, ասում է այսօր ինչ ենք անում, հա, հեսա, օքեյ, cool, so գնացին կամերա ու այդ անում է։ Ես բացահայտեցի, որ ես այդ երկրորդից եմ, որ ես տեղում իմ մոտ ավելի լավ է ստացվում, քան պատրաստված գալը, չգիտեմ, այդ նորմալ է։ Ստումա նորմալ է։ Քո ասացի պես երկու բան կա եւ չկա բացարձակ ճշմարտություն։ Եթե դու դրանով օրինակի համար կարողացել ես արդյունավետ աշխատել, ռեժիսորն էլ հաստատ չի ստել։ Մեթոդը կապ չունի արդեն։ Ուրեմն դա էր, այդ պահին դա էր պետք։ Կարող է օրինակի համար շատ ենթադրենք շատ քիչ ժամանակ հետո ստանաս մեկ այլ դեր, որը բացարձակ որևէ աղերս չունենա քո այս խաղացած դերի համար, ու դրա համար քեզ պետք լինի կենտրոնանալ այդ ֆիլմի ինչ որ շատ ծանոթ ֆիլմերի օրինակ բերելով բան եւ այլն, դու սկսես ուսումնասիրել։ Այդ եմ ուզում, այդ դերն է։ Հետո վերջին ասող ուսումնասիրելը որն է, օրինակ փողոցում քայլելն էլ է դա ուսումնասիրել։ Որ փողոցում քայլում ես, դու ուսումնասիրում ես շուրջ բոլորդ ինչ է կատարվում, ինչ որ տեսնում ես այնտեղ հերվում, չգիտեմ, զույգ է վիճում, ինչ որ կադր է էլի։ Դու այդ պահին, եթե իրան մի քիչ թատերային լեզվով ասենք, այդ պահին դու հանդիսատես ես եւ այնտեղ գործողություն է կատարվում։ Ուսումնասիրում ես, ինչ որ բաներ ես քաղում քեզ համար, էլի։ Մեծ հարց ունեմ երկուսիդ։ Հետաքրքիր է այն շատ։ Օրինակ որպես դերասան, ինչ որ դերից առաջ, կինոյին, բայց ավելի շատ կինոյի հետ կապված։ Ինչ որ մի բան եք, չէ՞, ստեղծում դուք տունը առանձին, ինչ որ օրգանիզմ եք առանձին ստեղծում, չէ՞։ Որ գալիս եք պլաշատկա, շատ է փոխվում ձեր ստեղծած օրգանիզմը։ Այդ ձեր վիճակը։ Այսինքն այն, որը որ դուք տունն եք, այն, որը որ դուք կարդալուց եք, վերլուծելուց եք, ռեֆերենսներ նայելուց եք, ու այն, որը դուք արդեն պլաշատկայում եք 3-ից 10 րոպե առաջ, շատ է փոխվում այդ երկու այդ պլաշատկայում, որ գալիս եք աշխատում, ա նույն այդ ձեր այդ ստեղծածը, թե ինչ որ բաների է ինքը ենթարկվում, լրիվ փոխվում է, լրիվ քանդվում է։ Ես կոթունտավությամբ ասեմ, գիտես ոնց է, ես օրինակ որ ստեղծագործությունը վերցնում եմ, տալիս են ինձ ստեղծագործությունը, ես կարդում եմ, բնականաբար իմ մեջ ես դա որոշակիորեն վիզուալիզացնում եմ արդեն, եւ շատ հաճախ քո պատկերացրածը եւ պլաշատկայի կատարվածը իրարից բավական տարբեր են լինում։ Իսկն քո պատկերացրած կերպարը, որը որ դու միջև պլաշատկա գնալն ես պատկերացրել, ստեղծել, ու երբ որ պլաշատկայում ես, շատ են փոխվում։ Նայ, գիտես ոնց, ստեղծածը այդ դրա մասին էի ուզում էլի վերադառնալ դրան։ Ես գալիս եմ պլաշատկա, ես տեսնում եմ ոչ իմ պատկերացրած իրավիճակը, ոչ անգամ ոչ իմ պատկերացրած փոխհարաբերությունները արտիստների մեջ, հա, պերսոնաժների մեջ ավելի շուտ։ Բայց ես օրինակ քաջ գիտակցում եմ, որ այդ պահին դու պետքա սպանես քո միջի այդ ռեժիսորին, որովհետև դա էլ է ռեժիսուրա, հա, դու այդ նկարչին քո մեջ սպանես, պրոստը, որովհետև դու կարաս ընդհանրապես խանգարես քո գոլեգային ռեժիսորին, որովհետև երբ որ մի բան դու տեսնում ես, որը չի տեսել ռեժիսորը, դու ակամայից սկսում ես ոնց որ քո մեջ առաջանում է բան, ըմբոստություն, ակամայից։ Դու պետքա կարողանաս դա խեղդել քո մեջ, որովհետև դա խանգարելու է ընդհանուր պլաշատկային, ընդհանուր կարծինային, երևալու է դա, էլի, կամերայից հաստատ չես կարա այդ քո այդ չուզենալով ինչ որ բան անել, էլի։ Դու պետքա դառնաս կոպիտ ասած, միակ բանը, որ դու պետքա շատ հրաշալի լավ իմանաս, եթե նախապես չեք աշխատել, օրինակ ռեժիսորի հետ, շատ լավ իմանալը դա տեքստն է, որ սպանեն է, չգիտեմ, քնից արթնացնեն, դու պետքա դա լավ իմանաս։ Դե այդ вообще պետք է նենց անել, որ հասկանան բոլորը, որ եթե դու տեքստ չգիտես, դու չես կարա
արդեն acting-ա։ Եթե դու տեքստ չգիտես, դու իրավունք չունես դնել պլաշատկում, պետք է տենց դնել, էլի։ Տենց դրգա Դե չեմ ասում օրինակ կանգնացնել պատին ու գնդակահարել, եթե դու տեքստ չգիտես, օրինակ, տես չեմ ուզում շատ կոպիտ ասեմ, բայց դա վատ բան է, էլի։ Դե չէ, ամենայն բարձը դու գալիս ես փորձում ես հիշես տեքստը ու դու մոռանում ես ժեստերի մասին, դու մոռանում ես ինչ-որ էքսպերիմենտների մասին, դու պրոստը մոռանում ես, դու չես կարողանում ժամանակ տաս, որ դրանցով զբաղվես, դու փորձում ես տեքստը հիշես ու շատ է քանդում, շատ է խանգարում այդ։ Ես կողքից որ նայում եմ, ես զգում եմ, էլի, այդ մարդը փորձում է հիշի, չի կարողանում ոչ մի բան անի, տունը միջև այդ պարապածը մտածածը չի կարող ինքը ռեալիզացնել, դու տեքստը չի հիշում։ Եթե խաղում ես մի հատ կերպար, որը տեքստը մոռացա, այդ վաղ օքեյ է։ Դա լավագույն արդարացումն է, էլի, այդ բանը։ Բան, չգիտեմ, տարբեր են լինում, էլի միանշանակ հիմա չեմ կարող ասել, որ միշտ նույն ձև ես վերաբերվում, որովհետև տենց չի կարելի, էլի։ Նախ երբ որ դու սկսում ես ամեն մի դերին նույն կերպ մոտենալ, դա առանձնապես ֆիլմից ֆիլմ, ներկայացումից ներկայացում հանդիսատեսը տեսնելու է նույն մարդու, ուղղակի այդ բանին ուրիշ տեքստ է ասում, այսինքն այդ սինդրոմը կա, քո տրանսֆորմացիան չի երևալու, էլի, դրա համար դու պետքա վստահես ռեժիսորին, դու վստահես նկարչին, դու վստահես բոլորին, օպերատորին, բոլորին պետքա վստահես, նո ռեժիսորին, բնականաբար ռեժիսորին է վստահում են դե բոլորը, պետքա իրան վստահել, այդ շատ կարևոր է, որովհետև իրանից լավ որևէ մեկը այդ կտավը չի տեսել, չէ՞ որ ռեժիսորը երբ որ գալիս է պլաշատկա, լինում են բացառություններ, որ օրինակ այդ պահին համապատրաստից մի հատ տեսարան կամ տեսիլք եկավ եւ ինքը արեց հեղինակային կինոյում դա շատ հաճախ լինում, չէ՞ նման բաներ, բայց ռեժիսորը որ նստել է օրինակ արդեն պլաշատկայում, ինքը այդ ֆիլմը ինձ թվում է տեսել է արդեն, մոնտաժով տեսել է արդեն ինքը այդ կինոն։ Չգիտեմ, լավ կներ որ տենց էր, հա։ Դե դու չէիր տենում։ Միանշանակ։ Դու ինձ արդեն ասում ես սրանից հետո առաջին չէ։ Արդեն տեսած ես գալիս։ Նույնիսկ դու գիտես օրինակի համար այդ կադրը քանի վայրկյան է մնալու, որից հետո ինչ պերեխոդ է լինելու, էլի, ինչ կադրի վրա է թեքվելու։ Կարծում եմ այդ ինձ ասում էր սա։ Այդ լավ բան է, էլի, չգիտեմ։ Իմ հետ օրինակ եղել է դեպք, Միքայել Դովլաթյանի հետ էի աշխատում այդ ժամանակ։ Հա, մենք բան արեցինք, ինքը միջնորդեց, շտաբ օգնությունն էինք նկարահանում հմեկով։ Ես գնացի իսկական բրիգադայի հետ, շտաբ օգնությանի։ Շատ կարևոր է։ Գնացի մի օր հերթապահություն իրական, այսինքն նայում էի, դիտորդի դերում էի։ Որ ասեմ, կան չէ տենց պաթետիկ, այո, դա ինձ սովորացրեց սենց, դա ինձ, դե ինձ սովորացրեց, օրինակ ես, չգիտեմ, ճնշումել չէի կարողանում չափել, բայց ես դա սովորեցի շատ արագ, որովհետև դա անհրաժեշտ էր, դա համարյա բոլոր տեսարաններում այդ ճնշում չափելը կար, ամենապրիմիտիվ բանն եմ ասում, էլի, կամ չգիտեմ, այդ ներարկիչը բռնելու ձևը, բան շատ նրբություններ կա, էլի։ Ես օրինակ մի քանի ամիս բոքս պարապեցի այս ֆիլմի համար։ Հա։ Դե բոքսերի դեր էր։ Մի անգամ այտենց կիլերոտ դեր էի խաղում, հատուկ մարդ բերեցին, որ սպան։ Որ զենքը օգտագործելուց բռնելուց զարիժատները անելուց, որ երևա, որ այդ ամեն օր 6 անգամ անում եմ, էլի, հաստատ չեմ արել, որևէ անգամ, բայց շատ շուտ այդ կարևորը, իրականում այդ կարևորը է, էլի, որովհետև պատահական չի, ես օրինակ շատ հաճախ հարցեր էի տալիս ավագ սերնդի ռեժիսորներին, ասում եմ, երբ որ նկարահանում էիք լենթով, չէ՞ որ լենթը դա թանկ հաճույք է բան եւ այլն եւ սխալվելու իրավունք այդքան շատ չկար ոնց որ հիմա էլի ոնց էիք անում էլի ինձ հետաքրքիր է դա ասում եմ գիտես ինչքան էինք փորձում պատգատով հա ինչքան էինք փորձում ասում եմ ավելի շատ էներգիա ավելի շատ ուժ մենք կորցնում էինք ասում եմ փորձերի ժամանակ քան նկարելու չես կարա հանգիստ լնես էլի դու պատկերացրու գիտես ասում եմ դերասանը պատկերացրու ինքը մի 7-8 10 անգամ խաղում է այդ կտորը 11-րդ անգամ պետքա ինքը նույն ձևով գոնե փորձի մոտ լինի նրա ինչ որ հասել են փորձերի ժամանակ որ դա վերջապես նկարահանեն դե բայց դա անթերի այդ նախապատրաստական այդ վիճակն է էլի ճիշտ է իրականում որ ամեն ինչ տենց հազար ձև դու գիտես այդ դաժե պլանկայի պարագամը չէ ցիֆրայի ժամանակ էլ է տենց ճիշտ էլի որ դու տենց սաղ ռասկադրովկով մանրակրկիտ վարքյանով բանով պլոնկան օքեյ թանկ է բայց մեկը ընդհանուր process-ը ընդհանուր
սյոմկային ճիշտ է, որ մարդիկ այտենց շատ լավ անգիր իմանան ինչ են անելու պլաշատկայում, որ միանգամից գան, էլ չլինի տեղում ինչ-որ բան խոսալ, հասկանալ։ Բոլորը միանգամից իրանց գործով լինեն ու այդ շատ կայֆ է, ու կայֆը որն է, ճիշտ է, դա էլի։ Իմ համար այս Գնահատի մենակ ցիֆրայի պարագա, պլյոնկայի պարագայում չի, էլի։ Вообще ճիշտ է, այդ ճիշտ է, հա։ Այսինքն դերասանական առաջին քայլերի մեջ իմ համար ամենա դժվարը ու որ իսկական լավ դերասան լինելը կանոնական դառնում, որ ասենք տեսարան ես խաղում, ինչ որ տեխնիկական պատճառով, ասում են stop, մի հատ էլ, բայց ասում որ էսի շատ լավ մոտ ստացվեց նոր է, հիմա ոնց պետք է, այտենց 5, 4, 6 անգամ կարող լինի տարբեր պատճառներով ստով, այդ նույնը դու միշտ պետք է անես։ Հենց նույն այդ որ, չգիտեմ, որտեղ պաուզա տվեցիր, որտեղ ոնց ասեցիր, թարթեցիր ու շատ անգամ ելնում էր որ մի քիչ տարբեր էր մոտեցնում, փորձում էի այտենց կպցնեի ոնց էր եղել էր, երբ որ stop տվեցիք իզ։ Բայց ոչ մեր մեղքով։ Հասկացա։ Դե տենց բաներ միշտ լինում է, միշտ։ Այդ է դժվար, որ դու 11 անգամ պետք է նույնը բանը անես։ Հա, նույն էմոցիայով նույն ձև բան անես։ Իսկ իմպրովիզացիայում ոնց ես նայում, տենց դու թույլ ես տալի քեզ տեքստից դուրս գալ։ Ես ռեքի բան։ անկեղծ քեզ ասեմ։ Թատրոնի մասին օրինակը բերեմ, հետո նոր անցնեմ կինոյի։ Հա, տարբեր աշխարհներ են։ Նու տարբերությունը շատ մեծ է, բայց որպես բեմադրող հիմա խոսեմ էլի։ Որպես բեմադրող ինձ համար կարևոր է, որ դերասանները տեսնեն այդ աշխարհը, որը ես ստեղծում եմ, նույն կերպ, այսինքն տեսնեն իմ աչքերով կամ մոտ իմ հայացքին, նույն կերպ վերաբերվեն օրինակ այս բաժակին, նույն կերպ ոնց որ ես եմ դա տեսել։ Դրա համար կա նախապատրաստական աշխատանքներ, փորձեր, բան եւ այլն, հիմա թատրոնից եմ խոսում։ Եվ երբ որ գալիս է արդեն որ անցնում ենք արդեն աշխատանքի, բեմական աշխատանքի եւ այլն, շատ դեպքեր լինում է, երբ որ դերասանը ինչ որ բան է առաջարկում եւ դա այնքան նյութի մեջ է, որ օրինակ դու վրիպել է քո մոտ, ինչ պատճառներով վրիպել է եւ ասում ես թույն, թող մնա, շատ լավն է, անպայման։ Դա լավնակություն, ոչ լսել ու բայց լինելով ինքս նաեւ դերասան, մի հատ ուրիշ խնդիր էլ կա։ Թատրոնում շատ տարածված, որովհետեւ թատրոնում մի ներկայացումը շատ անգամներ է սխալվում եւ ամեն անգամ տարբեր է լինում։ Դերասանների մեծ մասը օրինակ մի իմպրովիզ արել են, դա դուրդ եկել է քո որպես բեմադրողի, դա նաև հանդիսատեսն է գնահատել, իրանք սկսում են արդեն դա մի քիչ հարստացնել։ Հա, բայց որը կարա ընդհանուր կոնցեպտից դուրս լինի, ընդհանուր պատկերից, այսինքն եթե դու նայում ես ենթադրենք մի կտավի, ներդաշնակ են ամբողջ գույները եւ դա է պետք այդ պահին ռեժիսորին։ Հանկարծ այդ ներդաշնակ գույների մեջ մի հատ վառ կարմիր գույն որը անմիջապես ուշադրություն է գրավում իր վրա, իսկ երբ որ դա ուշադրություն է գրավում, արդեն այն ինչ որ դու նպատակ ես դրել, որ պետք է ուշադրություն գրավեր ընդհանուր, այդ արդեն մղվում է հետին պլան։ Կինոյի պարագայում մի քիչ իմ կարծիքով իհարկե նայած ինչ կինո, նայած ինչ սկզբունքով է դա նկարահանվում, չէ որ այդ ամեն ինչի սկզբանե բոլորը խոսում են, բոլորը այդ ընթացքը էլի գնում է, բայց ամեն դեպքում իմպրովիզները կինոյում մի քիչ ավելի դժվար է անել։ Դժվար է անելը, ինչու, որովհետև վերջին հաշվով ես խոսում եմ որակյալ կինոների մասին, ասելով որակյալ նկատի ունեմ հեղինակային կինո, ոչ թե պոպկորն ժանրը էլի։ Հեղինակային կինոներում դժվար է, որովհետև այնտեղ կա չափի սահման, այսինքն չափ գոյություն ունի։ Ռեժիսորը ենթադրենք ուշադրությունը սևեռում է այս կադրով, ուշադրությունը տալիս հանդիսատեսին 10 վայրկյան ենթադրենք, 10 վայրկյանից հետո պետք է անցնի հոգեբանական ինչ-որ մի հատ բան օգտագործի ու հանկարծ դերասանը իմպրովիզ է անում, որը ավելացնում է 13-րդ վայրկյան։ Կադրը մնում է 13 վայրկյան, մի քիչ դժվար է, էլի։ Չնայած վերջին հաշվով դա իմ մոտեցումն է, բայց դա գուցե ես եմ սխալվում, դրա համար եմ ասում, նայած ինչ պրոդուկտ է, նայած ինչ տեսարան է։ Իսկ քեզ դժվար է քո դերասանները կարող են իմպրովիզ անել։ Նայած երբ։ Եթե ամել գրել։ Հա, որտեղ այդ գրող նկարողները շատ բան են իրենց տեքստը։ Օրինակ Լովենս իմպրովիզները ես շատ եմ սիրել։ Լովենս իմպրովիզները անդերություն, դու իմպրովիզ նկատի ունեիր տեքստային իմպրովիզ, թե առհասարակ, դու կարա գործողությունի, հա, տեքստ գործողություն, հա։ Բայց Լովն ու
Դերասաններ կան, որ պետք է իրենց պրոստը ասես չանեք։ Ոչ չանեք։ Բայց մարդ կա, որ դաժե տենց այն, որ դու չես ուզում իմանաս, որ ինքը տե ինչ-որ բան է անելու, ուզում ես մի հատ տենց անի ինքը, թող անի մի հատ, տենաս ինչ է անում, որտեղ այդ իրանից սպասում ես, որ ինքը կարա շատ կարի բան անի։ Ոնց որ եղավ էլի այս բանում, հա։ Այսինքն միանշանակ ոչինչ չկա էլի, նայած իհարկե, նայած իրավիճակ, նայած ինչ պրոյեկտ է, բան եւ այլն, չգիտեմ։ Նայած եղել է դեպք, որ նկարահանման ժամանակ ես ընթերցել եմ, տենց դերասանը կադրից դուրս է եկել։ Իր իմպրովիզի, կադրից դուրս է եկել, ունդեղ հստակ էր, որ կամերան չպետք է շարժվել, այսինքն կոնկրետ դեպք չէր կարա էլի կամերան sense բան անել։ Բայց դա ռեժիսորին ոնց թևեր է տվել, այսքան նա երևում դերասանի, ու այդ կենտրոնացել է ֆոկուսն էլ միանգամից տվել են այս աչքի վրա օրինակի համար, այն հետևները դարձել են ֆոկուս ու դա դարձել է ֆիշկա։ Նայած իհարկե։ Ճիշտ է, այդ հանգարցակի բաները հանգարցակի ինչ որ մի հատ բան է բացահայտում, ասում ես շատ լավ։ Հա, դա էլ ռեժիսորական։ Շատ ես ուրախանում տենց։ Ես էլ քեզ ասեմ, դա էլ ռեժիսորական իմպրովիզ է, որը օրինակի սկզբանե նախատեսված չի եղել, բայց հանգամանքների բերումով հանկարծ հոп եղավ էդի, քո ասացի, «Ա, լավն է, թողեք թող մնա»։ Բայց դու պատրաստված ես գալիս, ես ոնց հասկացա։ Ինչին։ Բան Սամիչնի օրվան էլի, որ գալիս արդեն գիտես ինչ ես ուզում։ Դե ճիշտ է դա էլի։ Ճիշտ է դա։ Այդ բայց չիմանայր իմոտ է լավ չէր ստացվի, հա։ Այդ գրող նկարողների այդ պարագայում այդ մի քիչ ավելի բարդ է, որովհետև երբ որ ինչ որ մի բան դու գրում ես, դու էլի գրելուց ես դա տեսել ու հանկարծ սկսում ես կրճատել քո գրածը, բայց դու դա կարևորել ես շատ։ Իսկ եթե կներես ուրիշն է կրճատում քո գրածը, ու տենց ասեմ, օքեյ է, որ ինքը կրճատի։ Փորձառություն չեմ ունեցել, բայց կարծում եմ, որ դա հեղինակի համար շատ վատ բան է, էլի, կարա հեղինակը օրինակ, ուզում եմ ցանկալի է, որ հեղինակը այդ պահին այդտեղ ներկա չլինի։ Ցանկալի է, որտեղ կարա շատ ծանր տանի իմ կարծիքով, Դա իսկ եթե սենց է սիտուացիան, որ դու գրել ես, սաղ սենց պատկերացրել ես, բայց նենց է ստացել, որ ուրիշ մարդ պետքա փոխի քո այդ գրածը, բայց դու հասկանում ես, որ ճիշտ է, տեղին է այդ փոփոխությունը։ Բայց մեկը դու նաև այդ քոնն է։ Ահա։ Այդ ժամանակ դու ոնց ես դրան նայում։ Բայց դու գիտակցում ես, որ ճիշտ է այս փոփոխությունը, որ հասկացա, ընդունում ես, չէ, որ գրողը դա գրելուց տեսել է։ Երբ որ ինչ որ բաներ փոփոխվում է, ինքը կարա դրա հետ համաձայն չլինի։ Կարա լինի, բայց պետք է ընդունել մեկ պարզ ճշմարտություն, որ գրողը հեղինակ է, ռեժիսորը համահեղինակ է։ Ինքը նույնքան իրավունք ունի այդ ամեն ինչը ինչ ուզի եւ ոնց ուզի անի վերջին հաշվով։ Եվ ընդունես դա, չընդունես դու դա արդեն մի քիչ շատ Բայց օրինակ իմ մոտ եղել է, որ ես ասել եմ իմ կերպարը սենց չէր ասի։ Հա։ Իմ կերպարն է, ես եմ արել։ Ես տենց չի ասի, ոչ թե ես, այլ կերպարս էլի ու շատ անգամ եղել է որ համաձայնվել են, շատ անգամ ասես իմ կերպարը չէր ապրի։ Դե չէր ապրի, հա, դա էլ է կարևոր։ Դենայ կարող օրինակ իմ կարծիքով դրանով մի հատ լավ միտք տաս կամ խանգարես։ Հա, կամ խանգարես։ Ոչ թե պրոստը ասես չէր ասի։ Մի հատ փոքր բան պատմեմ էլ ես իմ կինո աշխարհի ուսումներ փոքրիկ այդ Ստարիկան Պուդնի մեստը որ նկարվել էին այդ Ջորջ Բրոլինը ասում է մի հատ տեսարան կար որ գալիս եմ ինչ որ փողը գտնում եմ այդ բանում Պուստինյայում, ասում պրոստը նեցեր տեսանը, որ գալիս եմ այդ Կոեն եղբայրներն են, նենց գրողներ են, որ վաբշե ասում են չես կարամ այդ զապիտոյ փոխես, էլ նենց տպեն։ Ասում է այդ սումքեն, որ բացում եմ, ասում է, ասի կարամ ինչ որ մի հատ ռեակցիա տամ։ Ասում է տաղբերներից մեկը ասեց ինչ օրինակ։ Ասում է ասեցի սենց հա կամ ինչ որ ձեն հանեմ։ Ասում է ուրիշ ասում մի քանի հատ ձեն հանեցի, ասեց օքեյ, 4-րդը լավ է։ Հետո ասում է դրանից հետո ասում է որ գնում ենք տարբեր տեղեր պրեմիերաների այդ ֆիլմի, ասում է ամեն անգամ այդ կադրը գալիս է ես այդ ձենը հանում եմ, ասում է գիտեի այդտեղ են որտեղ նստած, որտեղ խնդում էր դուց։ Բան ձենը էլի։ Ուրիշ։
Միանշանը կա էլի, ոչ մի բան չկա։ Կարա ինչ որ մի պլաշատկայում սկզբունքային սխալ քայլը մեկ ուրիշ պլաշատկայում ճիշտ լինի։ Նորմալ է դա։ Շատ է եղել տենց, դա շատ չէ, բայց եղել է, որ ռասկադրովկա ենք արել, հստակ գնացել ենք պլաշատկա, բայց պլաշատկայում տեղում մի հատ կադր եմ ես տեսել, ու այդ կադրը ամենալավն է։ Այդ շատ լավ է։ Դա շատ։ Դաման ասում եմ սցենարը վերջը օրգանիզմ է, էլի, ասում եմ ապրում է, չես կարող սցենարը ամբողջ process-ի ընթացքում հենց դու մտածի, որ սցենարը sense բրծել է, ուրեմն всё, սա բրծել է։ Ինքնին սկզբից միջև վերջ, հա ենթարկվի փոփոխությունների, ոնց որ մենք ենք ենթարկվում փոփոխությունների ամեն օր։ Հայկական կինոներից օրինակ երրորդ հանրապետության մեջ նկարահանված ֆիլմերից որ մեկը որպես չափորոշիչ կամ չափորոշիչ չասեմ, որը շնորհակալ եմ, որը որպես տենց ինչ որ լավ կինո կհամարես։ Եթե չես ուզում, կարաս չասես։ Այսինքն մտածեմ սենց ընթացիկ միանգամից կասեմ։ Դες որ կինոներ, մեր հայկական կինոների, բայց օրինակ երրորդ հանրապետության մեջ նկարահանված։ Այսինքն 90-ականներից մինչև այսօր։ Հա, ոչ սովետի վաղ։ Չէ, սովետի մասին չեմ ասում, երրորդ ավելի շատ մեր օրեր, էլի։ 90-ականներից մինչև այսօր։ Օ, ես մի հատ ունեմ, բայց չգիտեմ ասեմ թե չէ։ Ասա, անիծվածներ։ Անիծվածները, հա, անիծվածները։ Որներ։ Այն Բերթի մասին։ Չեմ տեսել։ Ну, Բերթի մասին չի, ոչ, որ պրոստը պատկերավոր ասած։ Բայց առաջի ֆիլմեր, որ մեջը տենց լեքսիկոններ ուրիշ, ակշններ ուրիշ, այդ էլի կրիմինալ, եթե պետք է կրիմինալ աշխարհի մասին կինո նկարենք, այդ ամենալավագույն։ Ես հեսա պետք է հիշեմ։ Արտուրներ, Դարփինյան խաղում։ Դա չեմ նայել։ Բայց դու ինչ ես կարծում, այդ ինչ որ այդ վաղ նորությունները չէ՞ այդ ֆիլմը, դե։ Գիտես, այդ ժամանակի հրամայականը հենց դա էր, էլի, այդ բողոքը, ամբոստությունը համակարգի դեմ։ Տիրող համակարգի դեմ։ Այդ 90-ական հետո էր։ Հա, բայց պատահական չէր, որ հենց այդ շրջանում ոչ միայն կինոյում, երաժշտության մեջ, նկարչության մեջ շատ այդ այնց ամբոստ մարդիկ ի հայտ եկան, էլի, ամբոստ իրանց պրոդուկտներով, բան եւ այլն։ Հա, էլի, հակա սովետի այդ համակարգը բան եւ այլն, շատերը այդպես հանդես եկան։ Ինքը նման ինչ որ բան է, էլի։ Այնտեղ մի հատ հենց Դարփինյան Արտուրի տեքստերից մեկը որ ասում է, եթե ասում է պետությունը էդի Բերթն է, ուրեմն մենք Բերթի մեջ ենք Բերթ, էլի, որ, հա, սենց ինչ որ բաներ ասում։ Հետաքրքիր կոնցեպտներ կան։ Հա, նենց հետաքրքիր բաներ կար անշուշտ, ինքը նորություն էր, ասեմ քեզ։ Այդ եմ ասում, էլի, նորություն է։ Իրա, տենց իր մոտեցման բան եւ այլն նորություն էր։ Իմ համար օրինակ անգերազանցելի ֆիլմը Վիգեն Շալդրանյանի Տեր ողորմը։ Անգերազանցելի, կարամ ասեմ պատճառները։ 97 թվականին է նկարահանվել, պատկերացրու այդ ժամանակ ամեն մի տեխնիկայի չափը, եւ դա տեղափոխել մի տարածքից մյուս տարածք ժամեր էր, էլի։ Այդ հայ ֆիլմ կար այդ վաղտ։ Հա, հայ ֆիլմն էր, էլի, հա, հայ ֆիլմ։ Ինչ եղավ։ Ու ինչ եղավ։ Ու բան էր, այդ կինոն իմ համար ինքը լավ կինո է, ինքը հայկական կինոյում ինչ որ որակի բան նշածող դրվեց, էլի, որը ցավոք սրտի հետո իմ կարծիքով չպահեցին դա որպես չափորոշիչ։ Ինքը գիտես ոնց էր, ինքը հեղինակային կինո էր, էլի դա։ Իսկ ինչի հետ մնացինք կինո արտադրությունից։ Հա, հետ մնացինք։ Հա, շատ, հա, դե շատ, բայց այսինքն ընդունում ենք, որ հետ մնացինք։ Համաշխարհային սուրպրայզվայի մասին է խոսքը, ոչ թե լավ կամ վատ ֆիլմ։ Դե ընդհանուր, ինձ մա լավ ու վատից էլ, էլի։ Մի պերիոդ եղավ շատ երկար ժամանակ, որ մենակ ասենք տենց Չադրանյան, Դովլետ, տենց ֆիլմեր էին լինում, տենց կիսա հայկական արտխաուսը կարաս ասած, էլի վիճակներ։ Բայց մեկը հիմա ավելի շատ է։ Ունեք այդ էի սկզբում ասում, մի քանի տարի առաջ տարին 1-2 ֆիլմեր, իսկ հիմա շատ է, բայց շատ լավ է։ Հիմա լավա որ նկարվում։ Իհարկե, բայց ինչ է նկարվում։ То есть կոմեդիա բան այդ նկարվում է, process-ի մեջ է։ Այս սերունդը ինձ թվում է փոխելու է շատ բան։ Այդ կոմեդիաներից դուրս կգանք։
Գիտես կոմեդիան վատ բան չի։ Վատ բան չի, ես խոսացել եմ քեզ։ Կոմեդիան վատ բան չի։ Վատ բան չի, ինքը միշտ պետքա միշտ էլ եղել է։ Ուղղակի պետքա մի փոքր իմ կարծիքով էլի ուշադրություն դարձնել օրիգինալ լինելու վրա։ Հա, ապրես, հա։ Որտեվ ես չեմ ուզում տենամ ինչ որ ֆիլմ, որը շատ հաջողված ամերիկյան ֆիլմ է, դրա հայկական վերսիա։ Ես էլ չեմ ուզում։ Նայած, բայց մեծ ամուսնով չեմ ուզենա։ Իսկ դու։ Այն որ դա շորն անույնը։ Ահա, շորը կոնցեպտը սա, նույն TV շոուները տենց կան, որ պրոստը վեկալված վերցված այդ կողմ բան էլի։ Չգիտեմ, այդ օրիգինալ լինելը շատ փոխվի, այդ կփոխվի հաստատ։ Օրինակ մրցակից դառնալ էլի, թեկուզ եթե ինչ որ գործ ես անում, չէ որ դու քեզ համար ունես որոշակի օրինակ, եթե ունես իհարկե, էլի, չեմ ասում դա դնել սկզբունքային քո գերխնդիրը, բայց եթե ունես օրինակ որոշակի չափորոշիչներ քեզ համար, թեկուզ արտասահմանյան կինոյի օրինակներով, դու փորձես գոնե օրինակ, այնց մի քիչ նման մի մակարդակի մի բան ստեղծել, էլի։ Լավագույն հիշված սիրված կինոները շատ քիչ բյուջետով են արվել։ Իրականում, հա։ Ինչ էիր ասում։ Ես ֆիլմես հավատում եմ, որ լավ է լինելու։ Ես էլ եմ Ես լուրջ հավատում եմ։ Ու տեսնում եմ, որ լավ է լինելու ուշ թե շուտ, էլի։ Մի 5 տարի այս կողմ այն կողմ, ինքը, բայց մենք լրիվ ուրիշ մի հատ sense level-ի ենք գալու։ Շատ լավ։ Հա։ Հենց չնմանակենք ու բյուջեն չդառնա տենց կատաստրոֆիկ պրոբլեմ։ Ես գիտես վախենում երբեմն վարակել իմ լավատեսությամբ մարդկանց, որովհետև հիմա շատ դժվար է լավատես լինել, երբ որ ընդհանուր մի քիչ ավելի նեգատիվ է տիրում, դու ակամայից ձեռք ես բերում խելքից պատուհասի պիտակ։ Դրա համար ես իմ լավատեսությունը ոնց որ պահել եմ մի քիչ իմ մեջ ու մեկ-մեկ ինձ ճիշտ է թույլ եմ տալիս բացվել, էլի, օրինակ, երբ որ տեսնում ես դիմացինը էլ է լավատեսորեն է վերաբերվում, ես էլ եմ ինձ թույլ տալիս բացվել։ Թե ես լուրջ հավատում եմ, որ լավ է լինելու։ Շատ լավ է։ Ու տենց չեմ ասում շատ 10-15 տարուց ինձ թվում է պլյուս մինուս լավ է լինելու։ Որտեվ արդեն լիքը շատ կայֆ նոր իդեաներ կան, նոր կերպարներ կան, ու իրանց սթորիներն էլ լինելու իրանց նման, ոչ շատ լավ է։ Փոխվելու է, հաստատ փոխվելու է։ Հա, շատ կարևոր է։ Մշակույթի մի մասն էլ մեծ այդ չի համարվում։ Հա։ Ֆիլմ արտադրություն։ Ինքը լավ, ինքը գիտես ոնց ավելի հեշտ է քո մշակույթը ներկայացնել ֆիլմով, քան օրինակ կտավներ տանես միտեղ, քան ներկայացում տանես միտեղ, ֆիլմով ավելի հեշտ է, ֆիլմը ավելի մոբիլ է, հա, sense ամենապրիմիտիվ բանով ասեմ։ Պարսկական կինոն օրինակ, ոնց իրանք ամբողջ աշխարհին ներկայացրեցին իրանց կուլտուրան։ Ու հրաշք է սա, ֆանտաստիկ։ Հա։ Մտքով հասնել։ Պարսկական։ Պարս ինչ ներողություն։ Պարսկական կինո էլի, որ ցած ասեն անտարբեր Ես մի անգամ խորհուրդ իմ ամենասիրած ռեժիսորներից հա իմ էլ ես մի անգամ խորհուրդ էի տալիս խորհուրդ տվեցի բոլորին անպայման նայել տաքսի ֆիլմը ու գիտես իմ համար եղավ նայեցին բոլորը եւ հետո երբ որ մենք հավաքվեցինք ու խոսում էինք այդ ֆիլմի շուրջ то есть ես այդ մարդկանց մասին որոշակի ինչ որ կարծիք կազմեցի զուտ իրանց կարծիքից ֆիլմի մասին, որովհետև իմ համար կոնկրետ տաքսի ֆիլմը ունի էլի լավ կինոներ, դու գիտես էլի նայել ես հաստատ, բայց օրինակ տաքսին իմ համար էդի ոնց որ բան լիներ, քնություն լիներ։ Ինքն է նկարել էլի, հա։ Հա, Պանախի նկարանած ֆիլմն է, ինքն է խաղում է։ Հա։ Ինքը քնություն էր իմ համար էլի։ Իբրիտում այդ այն շրջանն էր, երբ որ ինքը այնտեղ տնային կալանքում էր Պարսկաստանում, եթե չեմ սխալվում, այդ ժամանակ էր ինքը նկարը։ Ինքը իրավունք չուներ երկիրը լքել, ինքը իրավունք չուներ, այսինքն իր արտադրությունը չէր կարա դուրս գար, իրենք ինչ որ գաղտնի կոմերցիոն ֆիլմեր չեն։ Չէ, ինքը հեղինակային ֆիլմ է։ Այդ կինոն կան հասավ շատ գաղտնի ինչ որ ճանապարհներով։ Ով էր պատմում, Նարեկն էր պատմում ինձ կարծեմ։ Ինքը երբ որ ստացել է ոսկե Արամն էր, հա։ Ինքը երբ որ ստացել էր ոսկե արմավենի, ինքը հետո էր իմացել, որ ինքը ստացել է ոսկե արմավենի, հենց այդ ֆիլմի համար։ Շատ գաղտնի ձևով էր էդի դուրս եկել Պարսկաստանից, եթե չեմ սխալվում, էլի։ Կոնկրետ այդ տաքսի կինոն։ Ու կան ֆեստիվալի տակ։ Հա։
հասել էր կան ու հաղթել էր ոսկե արմավենին։ Հա, շատ լավ է։ Հիմա քո միս պրոյեկտը ի՞նչն է։ Հա, ունես ծրագրեր, Ալեն։ Ունեմ իդեաներ, Հա։ տեսնենք ոնց կլինի, էլի իրականում։ Լսի, օրինակ, որ ունենում ես իդեա ինչ-որ։ Ոնց է այդ ռեալիզացման ճանապարհը։ Ինձ միշտ դա է հետաքրքրել։ Դե То есть պետքա համախոհներ գտնես, ինչ անես։ Չէ, իրականում երկար ժամանակ տենց մենակ եմ ես սիրում այդ ամեն ինչը։ Հա, բան անել, էլի, ոնց որ գալիս է ինչ-որ իդեա, կարա գա ինչ-որ կինոից, կարա գա ինչ-որ գրքից, գալիս է ինչ-որ միտք, կամ շատ հաճախ գալիս է ինչ-որ մի հատ կերպար։ հա, Օրինակ, չգիտեմ, հիմա ես Taxi Driver-ը շատ եմ սիրում ու այդ կերպարը вообще որ Scorsese-ն ստեղծել է, ես շատ եմ այդ կերպարը, ու շատ ուրիշ կինոներ, էլի այդ կերպարից վերցրեցին, էլի շատ լավ կինոներ են, օրինակ Drive Gosling-ի, էլի ինքը նույն Taxi Driver-ն է։ Ու իմ մոտ էլ տենց մի օր եկավ տենց մի հատ իդեա, տենց կերպարի մասին ես կուզեի կինո տեսնել։ Ու հիմա տենց հենց այդ պահերն է։ Այլ ես երկար մտածում եմ, պրոստը ինքը շատ երկար պիտի մտածես պրոստը։ Մեդիտացիա պիտի անես, քո սիրած մյուզիկը միացնես ու պատկերացնես, խորանաս։ իսկ ռեալիզացման ճանապարհը։ Դե սցենար, Թիմ, ինձ թվում է թիմ, դրա համար իրականում պիտի քո սաստավը քո նման լինի։ Այո։ Այսինքն այդ շատ կարևոր է։ Հենց որ ասում էի թատրոնում ռեժիսորը որ նայեն քոն նման, էլի։ Այդ շատ կարևոր է, որ բոլորը տեսնեն նենց ոնց որ դու ես տես։ Բոլորը սիրեն են ինչ որ դու ես սիրում։ Այդ շատ կարևոր է, որ քո սաստավը բոլորը սիրեն այն ինչ որ դու ես սիրում, կինոյի առումով, որ դուք ունեք նույն ճաշակը ու այդ вообще շատ է հեշտացնում ամեն ինչ։ Որ ասես արդեն դու իմանաս ինչ ես ուզում։ միանգամից գիտեն որ դու ինչ ձևի տուն ես ուզում, միանգամից գիտեն դու ինչ ձևի շոր ես ուզում, որտեղ իրանք էլ են այդ ուզում, իրանք էլ են սիրում։ Ու երբ որ դու տենց հավաքում ես քո նման դեմքերի, ովքեր տեսնում են այդ պրոյեկտը նենց ոնց որ դու ես տեսնում, պլյուս մինուս, ինքը դառնում է։ Շանսերը շատ են որ դառնում է։ Ինքը դառնում է։ Այդ շատ կարևոր է, էլի իրականում, որտեղ եթե եղավ մարդ, ով մի քիչ ուրիշ ձևի եղավ, դու ուրիշ ձևի ես, այդ արդեն դժվարանալու է, այդ արդեն երկար խոսակցություններ, նստել, նայել, հասկանալ, միջև որ դուք սկսեք էլի ինքը սկսի սիրել ինչ որ դու ես սիրում։ Բայց իրականում այդ դժվար է, այտենց չի լինում, էլի, այդ մարդը ուրիշ ձևի մարդ է։ Ուրիշ ձևի աշխարհ ունի, ուրիշ բաներ է սիրում, շորերի առումով, գիտեմ, կամ շատ ճիշտ պետք է բացատրես ինչ ես տենում, այդ էլ է ունակություն վար։ Բայց մեկը եթե ինքը ստեղծող է, մեկը եթե ինքը ստեղծող է, ինչքան էլ բացատրես, տենց շատ դեպք կա եղել։ Ինքը Իրանը ունի վсё, ինքը քո պատկերացրածին, հա, ֆիլտրը քո պատկերացրածի նման չի ինքը ստեղծում։ Ունակություն շատ ռեժիսորներ կան, լսելու ունակություն, հոյակապ, որ տաղանդավորագույն տպեր, որոնք կարող է իրանց միտքը չկարողանան պատկերավոր բացատրել դիմացինին։ Այսինքն դա էլ է առանձին ինչ որ ունակություն։ Հա, անպայման, հենց այդ է։ Այսինքն ունի, բայց չի կարող։ Հա, չի կարողանում բացատրի, էլի։ Չի եղել դեպքեր, որ խոսակցության ժամանակ ես տենց ռեժիսորների ճանաչում եմ, որ գիտես, ստեղ ոնց ասեմ, հա, ինքը սկսում է ժեստերով, այս sense եկավ գնաց դրեց այս sense։ Դե հիմա հասկացի մարդի։ Ու դու մետս անում ու լավ չի։ Ու դու մաքսիմալ փորձում ես այս ամեն ինչը ֆիքսել, հերթականություն է, էլի, այս գնաց վերցրեց։ Այդ ամեն ինչը անում ես, բայց այն չի։ Որտեվ այնտեղ մի հատ այս sense բան կար դու էդի չարես։ Ալենից ինչներ չգիտի։ Ալենից մի բառանի հուշումներ կարող է տալ ֆիլմի ընթացքում։ Հա, ինչ օրինակ։ Դե նույն օրինակ է Գարի Օլդմանը։ Ինքը մի հատ տեխնիկա ունի, ոնց Զլադեը մի անգամից տեսնես, որ գլուխն է բարձրացնում, հետո աչքերն է նոր բարձրացնում, ու տենց մենք ունեինք տենց դրվագներ շատ, ու հենց այդ պահը գալիս էր, ես զուտ ասում էի, Նարեկին Գարի Օլդմանը, բայց պատկերացու կբարթացներ քո գործը, եթե համակարծիք չլիներ։ Չլիներ։ Եթե ես չտեսնեի այդ արդեն բարթացներ գործը։ Հա, դրա համար եմ ասում։ Առաջ կգար արդեն գիտես ինչ է, որ նայ, բանը ստեղ ոնց որ գիտես ինչ պետք է անես, ասես հա, այդ արդեն չէ։ Ու նատուրալ չէր ստացվի։ Ոնց էր։ Որտեվ այդ շատ հուշումները ես գիտեմ խառնում են։
Հաստատ խառնում են։ Դու փորձում ես հասկանալ էս, բայց զգում ես ինքը լրիվ արդեն ուրիշ տեղ է հասել, լրիվ вообще կապ չունեցող դաժե, ասում ես ասում մի րոպե հələ։ Դեռ ցած էս նույն բանը ասա, բայց մի քիչ ավելի կարևոր է էս քո համար։ Հա, մեկ էլ այտենց մի բան կարող ասել։ Ես մեր աշխատանքի դες չէի սիրում, որ շատ լավ էինք մոտիվացնում իրար, and Տարանտինոն մի հատ բանում է because we all love making movies։ Ու տենց պահեր էր գալի, որ ասում ենք ենք այսքան երկալուրեղ ենք 20-րդ դուբլ անում, ասում շատ դժվար տեսարաններ էին ու տենց պիտի շատ լավ անեինք, բայց դժվար էր ու տենց ես պրոստը գայս էի այդ Տարանտինոյի այդ տեքստն էի ասում, Նարեկին, всё։ Միանգամից որտեղ մենք սիրում ենք այս գործը։ Ես չեմ տենց հետ ինչ պետք է պիտի անենք ու այդտեղ շատ ենք սիրում։ Մենք այդ անուններից ենք սովորել, չգիտեմ, ես դերասանական կրթություն չունեմ, տենց ինչ որ վարպետ չեմ ունեցել, որ իմ հետ դա աշխատի, բայց ես ուրիշ աչքով նայել եմ վարպետ դերասաններին, ոչ միայն կինոները, այլ ոնց են իրենց ինտերվյուները, բայոգրաֆիները, ինչ ձև։ Էդ էլ է դպրոցի, անպայման չէ Ստանիսլավսկի, տենց սա։ Դե համար ես օրինակը չբերեցի պատահականները, որ ասում եմ փողոցում քայլելուց դու էլ այդ պահին դու դառնում ես ուսումնասիրող։ Հա, իհարկե։ Դու չես կտրվում, գիտես, քո երևակայությունը ոչ անգամ եթե քեզ թվում է թե այդ պահին դու ոչ մի բանի մասին չես մտածում, քո երևակայությունը միևնույն է, ինքը չունի սահման, ինքը անդադար անդադար, դու նայում ես, որ մի բան կարա քեզ շատ աննշան թվացող մի բան քեզ այնքան ոգևորի, ոգևորման աղբյուր դառնա։ Իմ հետաքրքիր հարց տամ, որ ցանկացած ժամանակաշրջանի կինո, Լյուբոյ, որ կինոյի գլխավոր դերասանը կուզեիր դու լինեիր։ Հա, ես։ Հա, որ կուզեիր, որ այդ կինոյում դու լինեիր։ Գրոսնիացես միանշանակ։ Դու։ Վաու, good։ Ուրիշ լավ չասեցի։ Պիրամիդաս փլվեց։ Միանգամից ասեցի։ Հա, միանշանակ։ Ես արդեն խորացել ես դու, էլի, հա։ Ես ասեմ ավելին, տեսարաններ ունեմ արդեն ռասկատով։ Շատ է խորացել է։ Լավ, դες մի 5-6 հատ կանեմ ասեմ, բայց առաջինը որ sense գալիս ասեմ, կուզենայի Բրադ Պիտի կերպարը Բայցովսկի կլուբի։ Հա։ Երկրորդը այդ չանցար։ Չանցար այդ կալչինգը։ Մենք ձեզ հաջող հանդիպում, մենք ձեզ կզարգահարենք։ Շատ բան շաբլոն բան ուզեցել։ Մենք ես կուզեի Վլադիմիր Գալեցյան նկարը։ Հա, նկարեիր։ Օ, վաու։ Որ մենք ես վերջերս էլի խոսում ենք, տենց ի՞նչն է քեզ ոգևորել օրինակ։ Չգիտեմ։ Չեմ, ես շատ բուժու ժամանակ եմ տեսել, այդ կինոն է ոնց որ ինձ բան արել, որ ես մտնեմ այս աշխարհ։ Հասկացա։ Հա։ Հա, քեզ ասել եմ։ Հիմա իմ իդեաները, այն ինչ որ ես ուզում եմ ապագայում, вообще կապ չունեն այդ կինոյի հետ, իհարկե։ Բայց այդ է եղել այն բանը, որի ես սիրած կերպարն էի, ես չէի գնում կինոթատրոն նայի, որ հանկարծ ինքը մեռներ, ես շատ ծանր էի տանել։ Ահա, նավսեկի չէի ուզում գնայի, մի երկու հոգի ծանոթ նայեր, ինձ գարասել որ չի մեռնում, ասի, всё, հանգիստ գնամ, նայեմ։ Լեգալասին բան չի լինում։ Նկարահանումները անում ենք թատրոն տանիքում եւ տանիքում այս հասկացողությունը բան եւ այլն եւ շատ հաճելի կլիներ ու շատ կարեւոր կլիներ ձեր ներկայությունը մեր ներկայացումների ընթացքում շատ մեծ հաճելի դա համար մենք ստեղա լինելու հա ստեղ կինեսեսոր ուզում եմ գար ասում ես մի օրից ման տեղ հրաշալի է կարող եք հետեւել այս մեր կողմից ձեզ շնորհակալություն merci շատ հետևեք մեր Instagram-յան էջին, այնտեղ ամեն ինչ մանրակրկիտ նկարագրված է եւ ներկայացում։ Մասնակցում եմ ներկայացումների մեջ ես ինքս, բայց այստեղ բոլոր ներկայացումները այստեղ են խաղում։ Թատրոն տանիքում։ Սա իդեպ ես քեզ մի բան ասեմ, ոչ միայն Հայաստանում, այլ տարածաշրջանում առաջին այլընտրանքային թատրոնն է։ Այդ շատ կարևոր է։ Այլընտրանքային թատրոն դա դասական թատրոնից, իհարկե հիմքը դասական թատրոնն է, դա մեր այբուբենը չենք մոռանում, բայց մի քիչ այլ տրանսֆորմացված։ Այս շատ ավելի ինտիմ երևի։ Հա, այստեղ հանդիսատեսի հետ բավական մոտ է։ Հավասար ես հանդիսա, ուրիշ ձև ես նա։ Can I smoke now? Okay.